Ուրեմն սկսենք աղոթելով աննորի որդու Քույն Սուրբ Ամեն այր մեր որերգինս ես Սուրբ Երեցի անուն քո եկես արքայություն քո եղեցին գամ քո որպես երգինս եւ երգրի սաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ տոնք մերոց մատաբանած եւ մի դանիels մեզի փորձություն արբրգյազ մեզ ճարե զիքո արքայություն եզորություն եւ բարքավիտյանս ամեն Ողջույն քեզ Մարիամ, իշնորհք Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս եւ օրհնյալ է բդող որովայնի քո Հիսուս։ Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսիավասն մեր մեղավորացս այժմ եւ ժամում ահվաններո ամեն։ Բարքոր եւ որդու եւ ոգուն սրբո այժմ շիվավիդյան սարդինից ամեն։ Տակույ խաղության աղոթիավասն մեր աննոր եւ որդու եւ ոգուն սրբո ամեն։ Ուրեմն միայն երեք հոգի են, որ կրեցիկ մի քանի պատասխաններ եւ այդ պատասխանները ավելի ինչ-որ էջին վերևը ասում է անոնք պիտի լինեն մեր պատասխանները, բայց նաեւ արիտ այդ ամենի մասին խոսելու, որպես տեսնենք, որ ինչպես հասկանում եք այդ ամենը։ Ինչու ծննդոցը ներառում արարման պատմությունը երկու գործողության Ինչպես մեկ մյուսը լրացնում եմ։ Ինչի մասին է խոսում։ Հիմա այս ամենը ինչ որ մոնդեղ հարցումներ կան, ոչ թե մեր քիծածը ասելու համար է։ Այլ ամենակարևորը թե այդ մասը որ կարծացինք, այդ մասը որ ցեզի բացատրեցի, հասկացաք դա ո՞ն է խնդիրը։ Ուրեմն ասել եմ ես, որ երբ որ Ondere երկու բան կա, ասկիր կա, երբեք չի խոսում Էլոհիմ, երբեք ասած գնալու մի քիչ շատ է, Էլոհիմ եւ Յահվիստ, այդ ծևով չէ որ ներկայացնում է։ Եվ ասկարը եւ վերջին անգամ որ խոսում է, ցեզ ասեցի, որ կարևոր կետը որ մեկն է, կարևոր կետը այն է, որ մենք աստվածաշունչը պիտի նայենք ոչ թե այդ մանրամասն տարբերությունները թե ով որ մեկ մասը գրած է չէ այլ մենք ունենք հիմա մեկ աստվածաշունչ մեկ հեղինակ որ աստված ինքն է այդ հեղինակը Սուրբ Հոգին է այդ հեղինակը եւ ուրեմն երբ որ այդ ծևով գնայինք ինչ որ կա սա է որ մենք նայում ենք ուրեմն երբ որ գնայինք եւ գտեսնենք ոնդեղը երկու ծևով ասված է, ոնց տեսնում ենք, որ մեկ գլուխը շատ ընդանուր, բան շատ լայն վրձինով է, որ այդ ամենը գծում է, ամբողջ պատմարարչական պատմությունը։ Իսկ մյուսը ավելի մանրամասնություններ տնում է, որ առաջինը չի տնում։ Ինչու այդպես եղել է, տարբեր գաղափարներ կան, անշուշտ, եւ կարող ենք մենք այդ գաղափարները բանել, որտեղրել, բայց երբ որ բիցորվեցնենք ուրիշներին, այդ ծևով չէ որ բիցորվեցնենք։ Նույնիսկ ընտանիքին մեջը, երբ որ փոքրերին, ավելի փոքրերին մենք պիտի խոսենք անոր մասին, պիտի խոսենք որպես մեկ եւ ոչ թե որովհետեւ իրականության մեջը գա Էլոհիմը, գա Յահվիստը, գա կանայականը եւ գա երկրորդ օրենքը։ Ասենք 4 տարբեր խմբարկություններ են եւ ինչու այդպես եղավ, հակին պատմություն է, անոնց մասին չեմ ուզել խոսել։ Միայն ուզեմ ասել, որ երկու է։ Եվ այդ երկուսը մեկը մյուսը լրացնում է։ Ասած մեզի ավելի լավ հասկացնում է այդ ամենը։ Անդե տեսնում ենք, որ
Մեկը ասում է, որ Աստված արույևեք ստեղծեց եւ մյուսը ասում է, որ Աստված ստեղծեց մարդը եւ մարդեն մի գդոր վերցուց եւ ստեղծեց կինը, ուրեմն մարդը ամբողջական չէ առանց գնոջը։ Ինչ է վերցել։ Սա է բումբատությունը, որ երկուքը միասին են եւ մեկը ավելի մանրամասն է տալիս, քան մյուսը։ Իսկ հաջորդը ինչպես է մարդկությունը ստեղծվել Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Սա բավականին բարձ բան է։ Ուրեմն ինչ է տարբերությունը մեր եւ մյուս բոլոր անասունների։ Մեր, ինչպես որ գրեցիք, մեր բանականությունը, մեր կամքը, մեր ազատությունը, որ ուրիշը չունի դա։ Ոչ մեկ արարած չունի։ Գիտեք, նույնիսկ հրեշտակները իրենք բանականություն չունին։ Կրնակ երևակայել։ Իրենք չեն մտածում, որովհետև մտածելու համար ինչ պետք է։ Ուղեղ պետք է, ոչ ուղեղով չէ, որ մենք բանը մտածում ենք, այլ նաև ցեզի բանը մի քիչ ամբեդ դերակցություն դամ, որ ամբեդ է այո, բայց հետաքրքրական է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր մարդիկ իրենց գլխի տարբեր մասերը գործընծին։ Որքան որ տարբեր մասերը գործընծին, միշտ այդ մարդը կարողանում էր ունենալ բանականություն։ Ուրեմն չես կարող ասել, որ ուղեղին այս մասն է կամ ույս մասն է, ուր բանականությունը կա։ Ոչ։ Տեսողությունը, լսողությունը այդ ամենը այո տարբեր տեղեր են, բայց բանականությունը ոչ մեկ դերմը չի գա, որ ասենք որ սա է, այլ հոգին է, որ ունի բանականություն։ Հոգին է, որ ունի բանականությունը։ Եվ ինչ պետք է հոգուն, որ կարողանա բանականություն ունենալ, բանականություն գործածել, կրնակ մտածել, կրնակ բամասել, որ մենք ունենք եւ հրեշտակները չունին։ Լիարժեք առողջություն հավանաբար։ Ինչպես Լիարժեք առողջություն եթե լինի, հոգին կարող է մարմնում լինել։ հոգին չի գնար առողջ կամ բան հիվանդ լինել։ Կատարյալ է հոգին։ Թե ես հոգին առողջ կամ հիվանդ չի ասում հայր Անտոն, ասում եթե լիարժեք առողջություն լինի, ապա հոգին մարմնում կարող է բնակվել, լինել։ Բայց նույնիսկ ասում եմ, երբ որ մարդս առողջ չէ, բանականություն ունի, կարող է բանականություն ունենալ առանց առողջության։ Ասում եմ, որ գլուխի ուղեղի տարբեր մասերը գորած են, բայց ինքը բանականություն ունի։ Ուրեմն հոն չէ բանականությունը։ Հիմա այնքան բարձ մի բան է, որ սրա մասին պետք է նորեն մտածենք, թե ինչ մասին եմ խոսում։ Ինչու մարդը մահվանից հետո չի գնա զղջալ։ Զղջումի համար ինչ պետք է։ Որովհետև մարմին չունի, հա, երկբնույթ է մարդը։ Չէ, մարմինի հետ գործ չունի։ Ինչ չունի։ Շատ բարձ է, չափազանց բարձ է, բայց Ազատ կամք։ չի ունի ազատ կամք։ Լավ, ձեզ չօգնեցնեմ։ Ինչ որ գբաքսի ժամանակն է։ Որովհետև բանականության համար մտածել պետք է, մտածելու համար ինչ պետք է, ժամանակ պետք է։ Եթե ժամանակ չի, ինչպես կրնաս մտածել։
Հրեշտակները ժամանակ են դուրս են։ Մեր ներեն վերջնան մենք ալ ժամանակ են դուրս պիտի լինենք։ Եթե մենք ժամանակ են դուրս ենք, ժամանակ չի գա, որ մենք փոխենք մեր միտքը։ Մենք ուրեմն սա չափազանց կարևոր մի կետ է, որ պետք է շատ հստակ ունենանք սա մեր մտքին մեջը։ Նորեն եւ նորեն մտածեք ասկետի շուրջ։ Եվ որ ասկյանքը վերջանում է, այլևս ժամանակ չի գա։ Ժամանակը դատարում է։ Ինչպես որ Գյումրիում այնտեղ Եգաշարժին օրը ժամանակը գեցավ, այդպես ալ ամեն մեկերնից ժամանակը կանգ առնում է մերած երկվարգյանը։ Կանգ առնում, վերջացավ։ Լրիվ հասկանալի եղավ։ Լրիվ ամեն ինչ հասկանալի եղավ, Հայր Անտոն։ Այո։ Ուրեմն հրեշտակները Աստված իրենց սկիզբը արիտտված է, որ կարողանան մտածել եւ որոշում կայացնել, բայց մեկ անգամ որ դա վերջացավ, իրենք ալ վերջացան, այլևս չեն գնալ փոխել, որտեղ ժամանակ չի գա։ Ժամանակեն դուրս է։ Եվ հավիտենականությունը չի կարծենք, որ երկար ժամանակ է, որ չի վերջանալ։ Ոչ։ Ժամանակ չէ, ժամանակեն դուրս է եւ սա մենք երբեք չենք մտածել, բայց նաեւ չեմ առաջարկել, որ դուք ուրիշներուն հետ խոսած ժամանակնի անցատարանակ այս կետին, բայց չափազանց կարևոր է նաեւ հասկանալու համար, ինչպես Սուրբ Հաղորդությունը Թարերի ընթացքում նույնն է, որովհետև Սուրբ Հաղորդությունը որքան որ մեր ժամանակի մեջն է այդ հացը եւ քինին, որ դառնում են Հիսուսի մարմինը եւ արյունը, բայց այդ զոհը որ ներկայացվում է Աստծուն, դա մեկ անգամ եղավ եւ մենք հիմա որ մեկ տեղ որ լինի, որ մեկ թարը որ լինի, մենք այդ մեկ հադին մասնակցում ենք։ Ես 52 տարի է վեր կբադարակեմ, բայց այդ ամենը բադարակներ չեն, այդ ամենը մասնակցությունը մեկ բադարակի, Քրիստոսի մեկ բադարակի, որ տեղի ունեցավ համարյա 2000 տարի առաջ։ Եթե ամբողջությամբ չեք հասկանար, մի մտահոգվեք։ Եվ մի կարծեք, որ այսինքն դուք խելացի չեք, անոր համար չեք կարողանում հասկանալ։ Չէ, սա ամբողջովին մեր բոլոր փորձառություններից դուրս մի բան է։ Ինչպես որ հիմա եթե մեկը կա եւ ինձի փորձե բացատրել գիտության մասին եւ տարբեր նյութերը թե ինչպես իրար հետ կորցակցին բանանեն, բանը չեմ հասկանա։ Բայց իմ ձիրը չէ։ Եվ եթե ես այսօր ցես խոսում եմ այս հավիտենականությունը որպես տարբեր մի բան եւ ժամանակի կորժ եւ սա ամենը բարձրորեն Հիսուս ասում է հավիտենական կյանքը սա է հավատալ Հիսուսին եւ որ մենք հավատում ենք եւ որ մենք մոռացած ենք այլևս մենք հավիտենականության մեջ ենք որքան ժամանակ որ մենք մահացու մեղք չունենք մենք հավիտենականության մեջ ենք եւ բավականին ավելի խնդիր պարտանում է եւ որ ասում ենք որ երբ որ ես մեղքը կորցում եմ այդ իմ մեջս մեռնում է այդ հավիտենականությունը ես հավիտենականություն չունիմ այլևս ես հավիտենականությունը վեր ընդունում եմ խոստովանանքի միջոցով խոստովանանքը չափազանց կարևոր է որովհետեւ
ինչպես մենք հավիտենականությունը ստացանք առաջին անգամ մգրդությամբ մգրդություն թրոշում աղություն երեք միասին մենք ստացանք հավիտենական կյանքը եւ ինչպես ստացանք որովհետեւ մեր հոգին լվացվեց Հիսուսի արյան մեջ եւ ամեն անգամ որ մենք խոստովանենք եւ ապա հարցակում կստանանք մենք մեկ անգամ եւս լվացվում ենք Հիսուսի արյան մեջ եւ դրա համար է որ երբ որ խոսենք տարբեր կանանավետների մասին տարբեր սուրերների մասին ովքեր ամեն շաբաթ խոստովանանքի երթային ես անձամբ աշխատիմ ամիսը մեկ անգամ երթալ բայց կնախընտրեի ավելի շատ երթալ ուրեմն ամեն անգամ մենք հանդիպում ենք Հիսուսին բժիշկ Հիսուսին հանդիպում ենք որ լվանում է մեր հոգու պատմությանը իր արյունով երբ որ սկսենք այս ամենի մասին խոսել մտածել այլևս կարծես ուրիշ աշխարհ կապվենք դժբախտաբար չունենք պետք է անցիկ որ ասենց ամենի մասին նորեն բացատրություն տան որովհետև մեկ անգամ 10 անգամ բացատրելով չենք հասկանալ որքան ժամանակ արա որ այսինքն հանրայնությունից հետո որքան ժամանակ արա որ ասկա այլևս ոչ թե հոս կապար լինի այլ հոս սրդիս մեջը իրապես ապրիմ այս ամենը ահքի ժամանակ ուզեց մտածելով աղոթելով ժամանակով օքեյ ուրեմն մենք ունենք բանականություն ունենք ազատ կամք անյալ ժամանակի պետք ունի բայց մերների վերջ չի գա ուրեմն հրեշտակներն ունեցել են ազատ կամք բայց վերջի վերջացել է ուրեմն ազատ կամք բանականություն եւ ինչ է երրորդը ժամանակ չէ երեք բան կա որ մեզի բան ասած ծերծել է մեզ իր նմանությամբ մեկ երկու անգամ ասի այսօր ցեզ նաեւ առնվազն մեկ հոգի կրեր սրա մասին այդ երեք բաները ազատ կամք ուրիշ բանականություն ուրիշ իրական մեջ է երբ որ ասում եմ որ ազատ կամք ունի երկու ադեպք է եւ կամքը եւ ազատությունը երկու ադեպ ասած մեզ դվել է ազատություն եւ ազատության համար մենք ժամանակ պետք ունի կամքը որ մենք կարող ենք մեր որոշումը կայացնել մենք անասունների պես չենք որովհետեւ անասունները անաստով է միայն որ ապրում են մարդս ազատություն ունի եւ կամք ունի եւ գրնա տարբեր կարող է տարբեր որոշումներ կայացնել եւ շատ անգամ ամբողջովին չսպասած բան լինում բայց նաեւ վնասը մեր մեջ նալկա շատ վնաս կա մեր մեջը ամեն ինչի չէ որ մենք կամք կործածում ենք մի բան անելու համար վնաս կա մեր մեջ օքեյ որոնք են անկման հետևանքները ինչպես է Ադամի եւ Եվայի մեղքը ազդել մեզ վրա որպես անհատներ եւ մարդկության ընդհանուր հասարակություն ուրեմն ասկի առաջ ասել եմ եւ երկար բացատրություն եմ դալիս ասելով որ
մեղքի պատճառով մենք ստրգացանք։ Հետևանք այդ ստրգությունն է։ Ստրգություն մեղքի, ստրգություն մահվան, ստրգություն սատանային։ Եվ Հիսուս եկավ այս ամենն մեզ ազատելու։ Եվ Սուրբ Պողոսը վերջինը, որ պիտի ամբողջովին անհետանա, դա էլ մահն է։ Մեղքի ստրուկներն ենք մենք։ Այսօր չի գա մեկը, որ կարող է իր կամքով, որ չափ որ մենք ազատ կամք ունենք, բայց մեր ազատ կամքը խաթարված է եւ դկարացած է մեղքի հետևանքով։ Տեսեք, մենախոսություն է լինում այս ամենը, խոսեք մի քիչ։ Այսօր նորեն կարդում եմ մի տեղ, ասում է, որ որևէ մի հարց, երբ որ հարցվում է, այլևս ապուշ չէ։ Չի գնար հարցումը ապուշ լալ։ Ուրեմն, եթե չենք հասկնար եւ հարցում գտանք, ապուշ չի գնալու։ Եվ եթե ես իմ քաղաքարս եմ, դու քո քաղաքարը դասես, կնա սխալել, կնա տերի լալ, բայց միայն ասելով է, որ պիտի կարողանանք հասկանալ եւ պիտի կարողանանք բանել, առաջ կառնել եւ սկսի դարբեր մտածել, խոսելով է, որքան որ ես խոսիմ, նույն ձևով չաստեր ձեր վրա, մինչև որ դուք հարցում չիդաք, դուք ձեր կաղապարը չսեք, թե արդյոք սա է, կամ ես այսպես եմ հասկանում։ Իսկ չորրորդ հարցումը հոնդեղը չրեղեն հետո, ինչ ուխտ է ասված կնկել նոյի հետ։ Որն է այդ ուխտի նշանը։ Ուրեմն, երբ որ խոսում ենք այդ ուխտի մասին, ուշադրություն պիտի դարձնենք, որովհետև շատ երկասեն, որ ասված ուխտ խոսածա, որ այլևս հեղեղ չի պիտի լինի։ Չի ասված խոսածա, որ հեղեղ չի պիտի լինի։ Ասը խոսում ամբողջովին դարբեր է։ Ինչ է ասը խոստումը։ Պիտասեք, Ասած խոստացավ, որ փրկի Նոյին ու իր ընտանիքին, դա առաջի ուխտն էր, որ նա կապեց ընտանիքի հետ։ այո, բայց ինչ էր այդ ուխտը։ Ինչ խոստացավ։ Որ փրկի Նոյի ընտանիքը ու պատժելու համար ջրհեղեղ երկրորդ անգամ չի լինի։ Լիքը չհեղեղներ եղան պատմության մեջ եւ շարունակում են լինել, բայց ինչ էր Աստծո խոստումը։ Բայց այդպես է գրած Աստվածաշնչում, վարդապետություն, որ Աստված խոստացավ, որ էլ ջրհեղեղով չի կործանի աշխարհը։ Կարևոր գետ կանդեղը չէ։ Ջրհեղեղներ պիտի լինեն, բայց այդ ջրհեղեղներով Աստված մարդկությունը պիտի չի չնչի, աշխարհը պիտի չնչի։ Որովհետև այդ ջրհեղեղը լինելուց առաջ Աստված ասում էր, որ ցանկանում էր չնչել, բայց հետո նոյի պատճառով, նոյի ընտանիքի պատճառով այլևս ասես որ չեմ, միայն իրենց պիտի փրկե,
Այդ մնացած ամեն ինչը եւ մարդկությունը եւ բանասունները այդ ամենը պիտի վերածե եւ անգե դա ուրեմն իր խոստումը սա է որ շատ ուշադրությամբ պիտի գարտանք եւ ամեն մի բառին դարողությունը պիտի հասկանանք ուրեմն ասված ասում է չպիտի ոչնչացնե աշխարհը Okay, այդ ներբությունը ուսամ հասկացաք Okay, երկրորդ գլուխը մտածենք ինքնուրույն կամ կնարգեք խմբի հետ ասված կանչում է Աբրամին թողնելու իր հայրենիքը եւ նագվելու երկրում որը նա ցույց կտա իրեն ինչ խոստումներ է դերը դալիս Աբրամին իր հավատարմության համար մեգանիտ գրածեիք որ ասված կանչում է որ Եգիպտոս երթա ոչ Եգիպտոս չէ Կանան երկիրն է որ եկավ Աբրամը բան երկու անգամ Եգիպտոս գնաց եկավ բայց ասված իրեն դեպի Եգիպտոս չկանչեց այդ մանրուկները հոնդերը չափազանց կարևոր են ուրեմն ասած ինչ խոստացավ ասած խոստացավ տարածք բայց ապակային բիդելլա խոստացավ Իմ սրտին դիպավ այդ պատմության մեջ այն որ ես այստեղ այս գրքի մեջ առաջին անգամ հանդիպեցի որ Աբրահամը չկատարեց Աստծո պահանջը լրիվությամբ ասաց ամեն ինչ թող եւ հեռացի իսկ ինքը վերցրեց իր այդ խովտին վերցրեց ունեցվածքը վերցրեց այդ ձև գնաց այո ուրեմն այդ հարցումին որ ինքը ամբողջությամբ չհնազանդվեց բայց նաև կարևոր կետը հիմա այս հարցումի մեջ այն է որ Աստված իրեն խոստացավ որ պիտի լինի հայրը շատ ցեղերի շատ սերունդների եւ թակավորություններ այդ ամեն եղան Հարթապետ ջան, իսկ ինչպես է բացատրում բան հրեական մեկնությունը ինչպես է բացատրում դա Այսինքն հրեաները ինչպես են դա մեկնում որ ինչպես նա դարձավ ողջ ազգերի հայրը այնտեղ գրված է որ չէ Աբրահամը պիտի լինի ողջ ազգերի հայրը բայց Աբրահամը իրենց ասելով միայն իրենց հրեաների հայր է ինչպես են մեկնաբանում դա իրենք ուզածին չափ սխալտող մեկնաբանեն եւ նաեւ երբ որ նայելանք Հիսուսի ժամանակ on հрьяաներ կային որ իրենք ասում էին որ փրկությունը միայն հрьяաներին է եւ կարեւոր չի հрьяաները ինչ են անում բոլորն պիտի փրկվեն եւ մուսները պիտի լինեն ածուխը Տժողքին իրենք են որ ասված միայն իրենց մասին է մտածում բայց Աստվածաշունչը երբ որ շիտակ ծևով կգարտանք ասված ասում է որ բոլոր ազգերը պիտի փրկե բուն ծրագիրը Աստծուն այն է որ ասված մարդկությունը ամբողջը փրկելու համար գարիկը ուներ մի ազգի եւ Մովսես ասում է որ տեսեք
Մենք ավելի լավը չէինք, մենք ավելի մեծը չէինք, որ Աստված մեզ ընտրեց։ Աստված մեզ ընտրեց, որը մեզ սիրեց։ Բայց սիրեց եւ իրենց դվավ մի առաքելություն։ Հրյաների կորձը այդ առաքելությունն է։ Եվ այդ առաքելությունը Աբրահամը չհասկացավ։ Ոչ էլ իր զավակները, երբ է որ մարդիկ սկսան հասկանալ, տեսնում ենք, որ կան հոնդեղը հրյաներ, ովքեր սկսում են հասկանալ, որ փրկությունը բոլորի համար է, երբ որ մենք կարդում ենք Հովնան Մարգարեի պատմությունը։ Հովնան Մարգարեի պատմությունը, երբ որ կհասկանանք, չափազանց ուժեղ մի պատմություն է։ Որովհետև Նինվեի ժողովուրդը, Նինվեի թագավորները, որքան հագարակ էին, Նինվեի թագավորներն են, որ իրենց տաճարը գործանեցին, իրենց աքսորեցին։ Ուրեմն, նույն ժամանակ Մարգարեն ասում է, որ Աստված իրեն ուղարկում է, որ երթան Նինվե եւ ոնդեղը քարոզե, որբեսի ինչ պիտի քարոզե։ Քարոզե, որ դարձի Ապաշխարեցեք, օքեյ։ Ոչ Չեք կործանվի կործանվի։ մեն ապաշխարեք, ոչ Ուրեմն Աստված միայն հրյաների Աստվածը չէ, բոլորին Աստվածն է, բոլորին փրկությունը գուզե։ Եվ այս ամենը կտեսնենք եւ Եզեկիել մարգարենի եւ Եսայի մարգարեն չափազանց հadoop ցևով։ Եսայի մարգարեն երբ որ գարտած կսե որ ալասկիները հրյաներին պիտի բռնեն եւ բիցեն որ արի միասին պիտի երտանք տաճար Աստծուն փառաբանելու։ Այնքան քեղեցիկ դողեր կան Եսայի մարգարեի գրության մեջը, որ ասում են եղիդի մեկ հոտ եւ մի հովիվ, չէ, հենց այդտեղ տեղին է կարծեմ։ որպես հովիվ։ Ներեք որն դադետի հայրանդոն։ No, ես պրոբլեմ չունիմ, որպես հովիվ, երբ որ խոսում է հովիվը Աստված է, բայց նաև ինքը դալիս է Դավիթը որպես հովիվ եւ Դավիթի սերունդը, բայց այդ ամենը Դավիթի գալիս է Հիսուսին եւ Հիսուսը ասում է որ ես եմ բարի հովիվը, ես եմ լավ հովիվը եւ այլևս իր իշխանություն վերջի պիտի գտնի։ Ահավասիկ այս ամենը երբ որ նայես Աստված պատրաստում է որ հրյաները բոլոր ժողովուրդների համար նշան լինեն եւ Աստված իրենց միջոցով ամբողջ աշխարհն է որ պիտի շահի եւ եթե հրյաները չլինեին եւ հրյաները աշխարհին 4 կողմը դարավորված չլինեին ավետարանը շատ ավելի դժվարություն պիտի ունենար որ տարածվեր ամեն դե ուր Սուրբ Պողոսը կնած ամենաառաջ կերտար հրյաների ժողովարանները հոնգը կարոզեր երբ որ չէին ընդունիր կերտար այլասկիներին եթե ոչ ինքը առաջինը հրյաներին կերտար եւ ռոմացիները ուղղացիր նամակը այս ամենը մասին այնքան բացատրություն է տալիս բայց առաջին երկու անգամ 10 անգամ գարտալով չեն կրնար բանել հասկանալ այդ ամենը մինչև որ ամբողջ պատմությունը չհասկանան եւ այս քիրկը գայլելով Աստծո հետ մի քանի անգամ երբ որ գարտած եւ սկսես տարբեր գեդերին ուշադրություն դարձնել կտեսնես խորքը քեծկությունը եւ նաեւ այսօր հետ սուկահեր եթե կարողանաք at 365 օրվա իմ ծրագիրը լսել այդ ժամանակ ամեն ինչը շատ ավելի հստակ կլինի ձեր մտքին մեջը
որովհետև այս գիրքը ամեն աստվածաշունչը ամեն գիրքերուն մասին չի խոսում, բայց մյուսը այո խոսում է 365 օրը։ Ուրեմն Հիսուսի օրոք արդեն բավականին աճել էր գաղափարը, որ իրենք նշան պիտի լինեն, սա նաև ամենակարծիք ցևով մենք սա տեսնում ենք Պողոսին մեջը։ Ինքն է որ հասկանում է, որովհետև Պողոսը 5 դակարանը, որովհետև առաջին կմյան 5 դակարանը գիտեր, 5 դակարանը սովորեց Գամալիել ռաբի ամենաուժեղ, այդ ժամանակվա ամենաուժեղ ռաբբիի ցերկին տակ ինքը սովորեց։ Եվ այդ սորվածին մեջ ինքը տեսավ, որ Աստծո նպատակը միայն հրյան չէր, ամբողջ աշխարհն էր։ Անոր համար է, որ ինքը հեշտությամբ ընդունեց Հիսուսին համաշխարհային թերը։ Այսօր, երբ որ նայում ենք մենք հրյաներին, նորեն հրյաները այսօր բաժանված են, շատ ավելի փեգորներ են իրենք, քան թե մի ասկի առաջ ժամանակ, որովհետև գա իրենց մեջ է, որ Աստծո չի հավատար, այդ հրեության գավադա եւ այդ հողին գավադա Աստծուն չի հավատար, բայց Աստված ինքն է որ մեզի այս հողը տվավ։ Սա մերն է։ Այսինքն բանական խոսակցություն չէ, սա բայց իրենք այդպես են։ Նաեւ այսօր մանավանդ Նյու Յորքի մեջ է, Միացյալ Նահանգների մեջ է, մի քանի հազար ռաբբի կա, որ ամբողջովին հակառակ են Իսրայելի կառավարության։ Չեն ընդունել այդ ինչ որ Իսրայելի կառավարությունը անում է, ասում են, որ մեր հավատքը հողի հետ կապված չէ։ Եվ հոս է, երբ որ շիտակ ծևով կսկսείς հասկանալ, որ Հիսուս եկավ եւ ինք ասեց, որ այլևս ես եմ տաճարը։ Ասպարերը չկործածեց, բայց իր կործածած բարել սա այս իմաստը ուներ, ես եմ տաճարը։ Կանտեցեք այս տաճարը, ես երեք օր մեջ կվերականգնեմ։ Եվ տաճարը չափազանց կարևոր է եւ հայտնության գիրքի մեջ է, որ կարդում ենք, հայտնության գիրքը խոսում է նոր տաճարի մասին։ Եվ հոնդեղ այնքան մանրամասն բաներ կան, որ երբ որ հասկանանք, թե ինչու կրված է այդ գիրքը, կամ մարդիկ միան մտածում են, որ աշխարհի վերջին կորց չունի այդ գիրքը։ Հայտնության գիրքը մեզ սովորեցնում է, թե երկինքը ինչ է, եւ ամենակարևորը ոչ թե միայն հայտնության գիրքին, մեր ամբողջ աստվածաշունչին, եւ ասոր մասին ասել եմ տարբեր խոսքերով, տարբեր ձևերով, աստվածաշունչին փուն նպատակը ինչ է, պաշտամունքն է, եւ պաշտամունքը ոչ թե ինչ որ բաները փոխականները անում են, գեղեցիկ երկեր երկելով, սաղմոսներ սա չէ պաշտամունքը։ Սուրբ հաղորդությունն է։ Այո, այսինքն հավիտենականության մեջը գարը հոն է, գարը մորտված է, բայց կանգնած է, ապրում է, չի մեռնիր այլևս։ Եվ այդ գարից արյունը գալիս է մեր բրգության համար, մեր մաքրության համար։ Եվ այդ գարը հաղորդությունը
եւ հացը եւ քինին սա մեր կերագուրն է եւ սա երբ որ մենք նվիրում ենք Աստծուն անվասիկ սա է բուն պաշտամունքը եւ այլևս այդ պաշտամունքը իմս կողքոնը չէ եկեղեցու պաշտամունքն է եւ եկեղեցին ինչ է որ նվիրում է Աստծուն եթե ոչ Հիսուսին եւ այդ պաշտամունքը կատարյալ իմաստը ստացավ երբ որ Հիսուս համբարձավ եւ նստեց հոր Աստծո աջ կողմը հիմա երբ որ այսպես խոսենք սա մարդկային ցեր է միան խոսելու որովհետեւ երբ որ քսենք բարձրացավ ուր բարձրացավ ինչ տարբերություն ունի որ աջ ցախ կամ բարը վերը ինչ չէ այդ իմաստով չէ այսինքն բարձրացավ ամբողջովին դարբեր իմաստով բարձրացավ մեր հարտակեն հավիտենականության հարտակը եւ ամեն անգամ որ բادرակը մատուցվում է որ Հիսուսն է սուպերտություն ունի բոլոր սուրբերը ունեն ամեն անգամ որ բادرակի երթակ նայեք չորս կողմը եւ դիտենք որ բոլոր հրեշտակները բոլոր սուրբերը ունեն մեր հետ աղոթում են բոլոր հրեշտակները ունեն Իրանի բոլոր կանանները այսպես խոսին իրենց ժողովրդին ամենունի կասիլիկ հոլա ժամանակ անցնում է Շատ քաղցր եք խոսում Վարդապետ ջան, շատ հաճելի է, շատ հետաքրքիր ու խորը մեկնություն է։ Ասենք մի կաթիլ եմ զգում, որ ես գոնե կարողանում եմ առանց հասկանալու մասնակից լինել այդ պատարագին։ Այո, Երանի բոլոր հոգևորականները այս ձևի խոսեին։ Հայ առաքելականի մեծ մասը ընդհանրապես գաղափար չունեն, իրենց հավատը իրենց հետ է։ Այս վերջերս շատ է մերոնք արչունին, բամիներ Մերոնք բան ունեն, մերոնք պապի ու տատի սովորեցրած են կաթոլիկները, ամենայն դեպս մեր գյուղի ժողովուրդը առանց հասկանալու խոնարհություն ունեն, որ իմ պապն ու տատը գնացել է, ես էլ կգնամ, այդ ձևի բան կա, առանց հասկանալու մասնակցություն կա, իսկ հայ առաքելականին կտրուկ ձևով են հեռացել մի տեսակ։ Դες Հայաստանի գյուղերի մեջ ամբողջովին դարբեր է կան Վրաստանի գյուղերը աղալի ժողովուրդը ամբողջովին դարբեր է չեք կնալ երևակայել Գուգում բաննա Շիրագի մարզի մեջը պանիկն է որ մի քիչ բայց նորեն ահագին աղավաղված ձևով գաղափարներ բայց կաթոլիկություն բայեցին առանց հասկանալու որ ինչ է կաթոլիկությունը եւ միշտ պահանջեցին որ կանալ ունենան եւ առաջին կանան այշուշտ հոն կնած այլգոմիդասը Ուրեմն երկրորդ հարցը ոնդեղ ասված ինչպես է փորձում Աբրահամի հավատը ինչ զոհաբերություն է ասված ուզում որ նա անի ինչ է սա կախասում անշուշտ եւ որ նայում ենք ինչ որ գա ոնդեղ ասված ասում է որ այդ զավակը որ կսիրես եւ այս ամեն բարերը կսիրես եւ ասված այդ Աբրահամը որ սիրում է իր զավակը խնայում է եւ մեր աղոթների մեջ մենք ասում ենք որ ասված դու չխնայեցիր քո որդիդ մեզի համար բայց ասված խնայեց Աբրահամին դու չխնայեցիր
քու զավակդ, քու որդիդ։ Ուրեմն սա կանխասում է այդ ինչ որ վեճը դեղի բիդնա, որ Հիսուս պիտի մերնի անպայման խաչի վրա։ Խպեությամբ Իսահակի օրհնությունը ստանալուց հետո ինչպես է Հակոբը վերջապես հաշտվում իր եղբայր Եսավի հետ։ Շատ բարձ մեկնաբանությունը որ կա ունդեղ այն է որ ինքը հարկին նվերներ է դալիս իր եղբորը։ Այդ նվերների միջոցով է որ որոշ փոփոխություն դեղի ունենում է, բայց եւ այնպես միշտ խնդիր կա եւ Հակոբի զավակների եւ Եսավի զավակների այն սերունդների որովհետեւ Եսավենը տարբեր թակավորություններ եկան եւ նաեւ ուրեմն Եսավից եկած թակավորությունները նորեն ով է իրենց բաբան Աբրահամն է Իշմայելի եկած այդ արաբական բոլոր թակավորությունները ով է բաբան նորեն Աբրահամն է Ասամեն իրար հետ կապված են Չորրորդ հարցումը 62 գլխին ինչպես են Հովսեփի անցած տարաբանքները զուգահեռվում Սուրբ Պողոսի հետ ինչ է սա սովորեցնում մեզ Աստծուն եւ իր կամքին վստահելու մասին նույնիսկ փորձությունների մեջ սա պետք է ժամանակ դրամատենք Ուզում որ սա մասին դուք մտածեք չլար չի մտածել Ուրեմն երբ որ Հովսեփի ամբողջ պատմությունը նորեն գարտանք կտեսնենք որ Հովսեփը երբ որ չափազանց կարևոր դեղ ունի եւ իր եղբայրները գուկան ներողություն կխնդրեն կսե որ դուք չեք որ ինձ հոսղարգեցիք Աստված էր որ մեզ բոլորիս բրգելու համար ինձ հոս բերավ որբեսի մենք կարողանանք գոյատևել Ուրեմն Բողոս ևս ինքը ասկիդակցություն ուներ իր մեջը որ իր տարաբանքները ճաճարանքները ամենը ինչ որ ինքը պիտի ունենար այդ ամենը իրապես Աստծո ծրագիրն են ապակայի համար որբեսի հավատքը արձարծվի, տարածվի ամբողջ աշխարհով մեկ Սա է ինչ որ դեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի կյանքի մեջ եւ այդ հարցումի բուն նպատակը սա է որ ինչ որ դեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի կյանքի մեջ ինչ որ լինի ամեն դժբախտությունները որ մենք ունեցել ենք եւ ունենում ենք եւ պիտի ունենանք այդ ամենը կարողանանք վստահել միլիոն տոկոսով Աստծուն ամեն օր ասելով Բարելույս Հիսուս վստահում եմ քեզ սկիզբը երբ որ գսես այս խոսքերը հեշտ է եթե մեծ խնդիր չունիս բայց երբ որ մեծ խնդիրները կսկսին գալ պիտի կարողանաս շարունակել ասել Հիսուսին վստահում եմ քեզ որքան դժվար է բայց ամեն դժվարություն որ դեղի է ունենում այդ ամենը Աստված իր ծրագիր ունի չի գա մի դժվարություն որ Աստված իր ծրագիրը չունենա եւ կադեներ մի քանի տարի հետո մի կորձի գտիմես եւ չստացվի մի բան գուզես անել չստացվի
մի քանի տարի հետո կտեսնես, որ Փառք Աստծո որ չեղավ։ Քանի անգամ իմ հետ պատահել է։ Փառք Աստծո, ասացի, դու ավելի լավ գիտես, բայց սկիզբին ես անիկա ասել եմ։ Որքան որ ես իր Ես մեծ խնդիրների ժամանակ ես ընդհանրապես չեմ կարողանում աղոթել, Հայր Անտոն։ Ես ասում եմ, հիշիր իմ լավ ժամանակվա աղոթքներս եւ օգնիր։ Ուրիշ ձևի աղոթք չեմ կարողանում անել։ Չի ստացվում։ Բայց ինչ է աղոթքը։ Սրտիս բացվելը։ Հա, Փառ չէ աղոթքը, որ փառեր պիտի կործածենք, ոչ։ Միայն Հիսուս, Գեթսեմանի բարձում, ինչ էր իրեն աղոթքը։ Ջերմերանդություն առասված, այսինքն Հիսուս Գեթսեմանի բարձում որ աղոթում է, քրտնում է արյուն է կատում դեմքից։ Արյուն կարիս է, բայց ինչու այդ ամենը լինում է։ Ինքը ինչ է ասում Աստծուն։ Հոր կամքն է կատարում։ Այո, եւ եթե անոր մասին երկար եթե խոսելու լինենք, բանենք որ Աստված որպես Հիսուս որպես մարդ, այդ գիշերը պետք է իր ամբողջ ուժերը, մարդկային ուժերը հավաքել, որպեսզի կարողանա ընդունել իր աստվածային կամքը, որովհետև Հիսուսի մեջ երկու կամք կա, մարդկայինը եւ աստվածայինը։ Իր մարդկային կամքը 100% նույնը լինի իր աստվածային կամքին հետը, ահավասիկ ինքը դարաբում է եւ այդ դարաբանքը աղոթք է, շատ բարձ չի կործածում։ Եղեցի կամքը միայն սա է, ուշ բան պիտի չսենք, Աստված իմ, ընդունում եմ քո կամքը, ամենադժվար ժամանակին, Աստված իմ, ընդունում եմ քո կամքը, չեմ հասկանում։ Հայր մեր ողջույն։ Վարդապետ ջան, երբ նեղ վիճակի մեջ ես լինում, ընդհակառակը չես ուզում ընդունել։ Դրա համար էլ այդ ձև է ստացվում, բայց շատ սիրուն ու հետաքրքիր բան ասեցի, առաջի անգամ ձեզանից լսեցի, որ այդ այրունն ու քրտինքը դա հենց հետևանքն է, որ ընդունի հոր կամքը։ Որ կարողանա ընդունել, այո։ Ուրեմն Այսինքն այդ տանջանքն ու տառապանքը եւս աղոթք է, աղոթքի արտահայտման ձև է։ Լավագույն աղոթքն է, Աստվածը սիրես։ Լավագույն աղոթքն է եւ որպեսզի մենք պատրաստ լինենք այդ ամենին, եւ որ ամեն ինչ լավ է, Աստված իմ քեզ նվիրում եմ։ Կհիշեմ մի Հիսուսյան վարդապետ։ Եվ այդ Հիսուսյան վարդապետը ես նոր Ավստրալիա կացած էի եւ իր մասին բավական լսեցի ռադիոյեն հոնդեղը, ավստրալիական ռադիոյեն, հետո իր տարբեր քիրքերը գարտացի։ Եվ հավասիկ այդ մարդը մեռած էր այդ ժամանակ արդեն։ Հավասիկ այդ մարդը երբ որ 40-45 տարեկան է, ասում է, որ Աստված իմ օրը պիտի գա, եթե կյանք տաս, որ այլևս իմ մտային կարողություններս նույնը պիտի չի լինեն, պիտի դկարանամ։ Հիմա քվեն ես քեզ նվիրում եմ իմ ամբողջ մտածելիքներս, իմ ամբողջ կյանքս քեզ եմ նվիրում։ Աստծեվով է որ ինքը բան գնե։ Ուրեմն մենք երբ որ ամեն ինչ լավ է մեր հետ, այսինքն միշտ չփասած լավ չի գնալ, բավականաչափ լավ է, ուրեմն մենք կնվիրենք Աստծուն եւ կարող է որ լինի այդպիսի վատ մի բան, որ այլևս չեմ կարողանում Հիսուսին այդ րոպեին ասել, որ Աստված իմ կընդունեմ քո կամքը։ Բայց երբ որ խելքս գլուխս կուկա, ես կարող եմ նորեն ասել Աստված իմ այդ ամեն անցյալի հիմա դուք ձեզանից յուրաքանչյուրը որ ես դա անում եմ իմ ամբողջ կյանքը նորեն Աստծուն նվիրում եմ իմ անցյալը
Եվ նաև այսօր ես բան սպիտակ կացել էի հոնդայի քույրերին բادرակելու համար եւ քույրերին խոսում էի եւ ասում էի որ մենք պատկանում ենք ինչպես Սուրբ Պետրոս ասում է դուք հadouk ժողովուրդ եք դուք քահանայություն եք թագավորական քահանայություն եւ եթե քահանայ ենք ամեն մգդված անց քահանայ է եթե մենք քահանայ ենք այո պատրակ չեք կրնալ ասել բայց քահանային գործը միայն պատրակը չէ քահանան նվիրում է ուրեմն ես նվիրում եմ դուք իրավունք ունիք նվիրելու ծեր կյանքը ծեր դժվարիքները ամեն նվիրեք Աստծուն բայց նաև ծեր շրջանակի մարդկանց դարաբանքը դժվարությունները իրենց կյանքը ամբողջությամբ նվիրենք Աստծուն մեզանից ամեն մեկը որովհետև մենք քահանա ենք Աստծո առաջին ծրագիրը այն էր որ ամեն ընտանիք պիտի ունենար իր քահանան բայց երբ որ Եգիպտոսեն դուրս եկան եւ ժողովուրդը թողեց Աստծուն եւ սկսավ այդ ցոլիգը բաշտել մեծ գրիվ եղավ եւ 3000 հոգի մեռավ այդ օրը միան ղևդացիներն են որ Մովսեսի գոմը Մովսեսը որովհետև ղևդացի էր ինքը եւ Արոնը ղևդացի էին ուրեմն ղևդացիները պաշտպանեցին Աստծո ուխտը եւ Մովսես ասաց որ դուք միայն պիտի լինեք քահանաներ դուք եք որ հոգ պիտի դանիք Պաշտամունքը կատարելու Պաշտամունքը նորեն Աստծուն նվիրելու այդ ամեն զոհերը եւ այդ զոհերը միայն անասունի զոհ չէր այդ ժամանակ գիտեք նաեւ ցետ նվիրում էին նաեւ նվիրում էին ծորեն եւ ալյուր այդ ամենը նվիրվում էր Աստծուն եւ քահանաներն էին որ նվիրում էին Եվ հանդեղը խորանին պիտի տնեին շաբաթօրը 12 հաց որ կներկայացներ 12 հրյացեղերը եւ ամեն շաբաթօրը պիտի փոխվեր եւ այդ հացը միայն եւ միայն քահանաները կրնային ուտել ասենք ամենը նաեւ իրենց մեջ ունին պատրաստություն Սուրբ Հաղորդության Okay. Կողորտս չորցավ հարցումներ ունիք Շատ հոգեսուն հոգետու մեկնություններ էին Քարոզեր Վարդապետյան շնորհակալություն Հայր Պիոն ունի մեծ աղոտ սիրուն կարճու սիրուն ես իմ անցյալն հանձնում եմ քո ողորմությանը իմ ներկան քո սիրուն իմ ապագան քո նախախնամությանը հիշեցե այդ աղոտքը ձեր խոսքի վրա Գեղեցիկ է անշուշտ եւ սա է ճշմարիտ աղոտքը եւ անցյալը եւ ներկան եւ ապագան այդ ամենը դες Աստծո քովը ժամանակը գոյություն չունի եւ մի բան անգլիկան ազգազապան շատ գեղեցիկ ձևով սա բացատրում է եւ ատկերն տակմանել ենք վերնակիրը լոգ քրիստոնեություն եւ ատկերքի մեջ ասում է որ որովհետեւ Աստծո ժամանակը գոյություն չունի ուրեմն երբ որ
7-8 միլիարդ մարդիկ միասին աղոթում են, ինքը կարող է ամեն մեկը սացած լսել, որտեղ ժամանակ գույություն չունի իրեն համար։ Շատ տապասիրուն ձևով ներկայացնում է։ Եվ սա է, որ կրնա մեզի ստիպել, որ մտածենք, որ հավիտյանականությունը ինչ է։ Okay, ուրիշ։ Հարցում չի գա։ Եթե հարցում չունիք, մեր կորձերին երտանք։ Ես Լիզա, չեմ գիտեր ինչու տուն չապասան շատ կխոսիս։ Ես Այո, ես չեմ խոսա։ չապասան շատ կխոսիս։ Ես Որովհետև ավելի շատ կսիրեմ լսել, քան խոսալ, հայր Անտոն։ երբ որ մեր հետ չես խոսի, տուն քո հետ խոսում ես։ Մեր հետ խոսիր, որ խոսել հետ քիչ մի կբացի։ Չէ, ես ամբողջովին լսում եմ ուղղակի, չեմ սիրում խոսել, չգիտեմ ինչի։ Չլար։ Չլար, մեր հետ խոսիր, հա։ Մեզի Հա, մարդու դեր։ կաշխատիմ։ Okay. Կաշխատիմ տերեք խոսել։ Եղավ։ Արմինեն շատ կխոսի։ Ծուրպուին լավ։ Հայր Անտոն, շատ կարևոր է մեր դասերը եւ շատ հաճելի դրա համար ես ինչքան աշխատում եմ, որ բավականին ակտիվ լինեմ գոնե ինչքան որ պատկերացնում եւ հասկանում եմ։ Աս ամբողջ մի կյանք է, հա։ Մեկ երկու տասնյակ դասեր չեն։ Կյանք է աս ամենը։ Կյանք է աս ամենը։ Եվ ինչեր պետք է մենք բանենք։ Հիմա մի քիրք կա 24 գլուխ ունի եւ այդ քիրքը նորեն թարգմանված է եւ ոչ միայն թարգմանված է, այլ նաեւ արտացված է եւ մոտ ժամանակին այդ քիրքը եւ գոսամ բանտնել PDF-ը դնել մեր գայքի էջի վրա եւ ինչպես նաեւ ընթերցումը գտնեմ գայքի վրա, որ կարողանանք լսել։ Ամեն մեկ գլուխը 10-11-12 րոպե է։ Այսինքն կյանք փոխելիք բան է։ Խորհուրդներ են։ Մի վարտաբեդ է, ինքը հոգեբանություն կսովորեցներ, մացած է հիմա, ինքը հոգեբանություն կսովորեցներ համալսարանում։ Լավ, բարի գիշեր ասեմ։ Մինչև երեքշաբթի։ Աստված ձեզ հետ։ Բարի գիշեր, Շնորհակալություն, շատ բարի գիշեր։ Շնորհակալություն, բարի գիշեր։ Բարի գիշեր։